Carte sur table, une émission proposée par Hype FM. Carte sur table, Hype FM-ի շաբաթօրյա հայտագիրը։ Բարև սիրելի ունկնդիրներ, դուք կլսեք Carte sur table հայտագիրը Մարիետ Կարապետյանի հետ։ Դուք կրնաք մեզ լսել նաև Facebook Live-ի, YouTube-ի կամ մեր appli-ի միջոցով ուր որ գտնվիք։ Երբ չի մնում ելք ու ջար, խենթերն են գտնում հնար։ Այսպես ծագեց, արեկագեց, Սարդարաբադի մարտը մեծ։ Զանգեր, ղողանջեք, սրբազան քաջերին կանչեք այս արդար մարտին։ Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարաբադից։ Եվ այսպես մայիս 28 1918 թվականին ցեղասպանութենեն հազիվ ազատված, դեռ վերքերը չապակինված, սովի ու համաճարակի մեջ շրջապատված մեկ կողմե թրքական կեմալիստ կառավարության եւ մյուս կողմե ռուս բոլշևիկներու կողմե, լքված բոլոր գերպետություններու կողմե, մնացած մենակ հայ ժողովուրդը հավաքելով իր մեջ մնացած վերջին ուժերը Արամ Մանուկյանի գլխավորությամբ մղեց իր գոյապայքարը 3 ճակատներու վրա։ Միատեղ Ղարաքելիսե, Բաշաբարան եւ Սարդարաբադի հերոսամարտերու հաղթանակով կերտվեց ու հիմքը դրվեցավ մեր առաջին հանրապետության, ուր պետք էր ստեղծել ամեն բան՝ սահմանադրություն, խորհրդարան, կառավարություն, նախարարություններ, դեսպանատուներ, զորանոցներ, պաշտպանության բանակ, հիվանդանոցներ, դպրոցներ, համալսարան, պետական ծառայություններ եւ այսպես ամեն բան։ Հիմքը դնել Հայաստանի, հիմքը դնել հայկական պետականության, հիմքը դնել հայերու համար հնարավորինս բարոր ապրելու պայմաններուն։ Եվ այսպես առաջին անգամվա համար հայ կանայք ունեցան ընտրության իրավունք ֆրանսուհիներեն առաջ։ Ունեցանք կին դեսպաններ, կին նախարարներ, ծրի դպրոցներ բոլոր երեխաներու համար, առողջապահական ծրի ծառայություններ, տիֆի եւ համաճարակի պայմաններու մեջ։ Այս առաջին հանրապետության դրված հիմքերը գոյատևած են մինչև այսօր։ Բազմիցս վտանգվեցավ, բայց կրկին վերականգնված են այս հիմքերը։ Այսօր եւս հարցականի տակ առնված են բոլորը, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ կփորձե զինանշանի Արարատը փոխարինել Արագածով կամ օրներգի բարերը շատ բիրտ ու կռվազան կնկատե։ Հայոց հազարամյա պատմությունը կփոխարինվի Հայաստանի պատմությունով։ Հայոց ցեղասպանության ճանաչումը մաս չի կազմեր ներկա իշխանություններու օրակարգին եւ ցեղասպանությունը մերժողականներուն հանդեպ պատժելու բանաձևը մեծամասնություն չունենալու պատճառով չդարձավ իրավական օրենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մեջ։ Մինչև երբ հայ ժողովուրդը պատրաստ է ընդունելու այս իշխանություններու հանձնվողական ու պարտված քաղաքականությունը։ Ժամանակը չէ արդյոք վերականգնել Սարդարաբադի ոգին, ետ դարձնել պատմության անիվը եւ կերտել նոր հաղթանակներ։ Այսօրվա մեր հյուրերն են Հակոբ Սաշճյանը, համալսարանի դասախոս, որ ներկա է իմ կողքին ստուդիոյի մեջ։ Բարի եկած եք Hype FM եւ հերակապով մեզ հետ է հիմա Հայ հեղափոխական դաշնակցության օրգան դրոշակ պարբերաթերթի խմբագիր Արտաշես Շահբազյանը։ Բարի եկած եք եւ շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Բարև ձեզ, ուրախ ենք այս հանդիպման համար։ Արտաշես Շահբազյան, ինչպես եւ ինչ պայմաններում մեջ կերտվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Ինչպես որ ժամանակին մեր առաջին վարչապետ Քաջազնունին բնորոշել անձև քաոսի պայմաններում պատկերացնենք ցեղասպանությունից հետո երկիրը ավերակված թուրքերը շարունակում են այլևս նաև վերջին հողակտորը արևելյան Հայաստանի ոչնչացնելու համար շարունակում են իրենց արշավանքը դեպի արևելյան Հայաստան եւ սա պայմանավորված է նրանով, սրան նպաստեց այն, որ Ռուսաստանում հեղափոխությունը երբ որ
եղավ բոլշևիկների հեղափոխությունը, ռուսական զորքը հետ քաշվեց եւ այստեղ եթե ռուսական կայսրություններ ուրեմն փլուզվեց ամեն ինչ, ուրեմն նաեւ պետական կառույցները փլուզված էին։ Երբ որ մենք ասում ենք հիմա դուք ձեր խոսքի նախաբանում ասեցիք, որ կառուցվեց ամեն ինչ պետական կառույցները, իրականում բարեբախտաբար մեծերը, մեր ազգային գործիչները այդ գործը սկսեցին դեռևս 17 թվականի դեկտեմբերից այս Արամ Մանուկյանին ուղարկելով Երևան, Արամ Մանուկյանը եկավ որպես Երևանի ազգային խորհրդի նախագահ, գիտեք հետագայում նաև դիկտատոր հռչակվեց եւ դեկտեմբերից մինչև մայիս ամիսը հսկայական աշխատանք կատարվեց։ Ուրեմն ցեղասպանության հետևանքները Հայաստանը լցված արտագաղթ արևմտահայերով ամեն օր պատերի տակ 1000-1500 մարդ է սովամահ լինում եւ այս պայմաններում հնարավոր եղավ պետական կառույցները ոչ միայն վերականգնել, այլև համախմբել, օտար բառով ասեմ, մոբիլիզացնել ժողովրդին, ստեղծել այդ վախեցած, հուսալքված զանգվածներից ձևավորել մարդունակ ժողովուրդ, որը եթե թիկունք չլիներ բանակին, եթե բանակի կողքին չլիներ, մեր զինվորականները չէին կարողանա հաղթել։ Հակոբ Սաշյան, ովքեր էին առաջին հանրապետության դերակատարները։ Առաջին հանրապետության ուրեմն նախքան հանրապետությունը ստեղծվելը հայ ժողովրդին պատմության մեջ պետք է անդրադառնալ հայ եղապահական շարժումին մասին, որ սկսած էր 1890-ական թվականներին հայ եղապահական գուսակցություններու մեջտեղ գալով հնչագյան գուսակցություն, դաշնակցություն, ռանգավարչի գարայդուրը, բայց արմենական գուսակցություն, որոնք հեղափոխական աշխատանք դարին հայ ժողովուրդեն ներս։ Նույնպես ասիգա արդեն պատրաստված էր հեղափոխական քրագանությամբ, կարելի չէ անդեսել Ռաֆիի քրագանությունը, Խաչատուր Ապովյանը եւ բազմաթիվ ուրիշներ, որոնք դարիներ շարունակ հայ հեղափոխական միտքը պատրաստած էին։ Ուրեմն երբ 1918-ին հասնենք, արդեն մենք ունեինք հեղափոխական ղեկավարներ, որոնք մեծ փորձառություն ունեին ղեկավարելու շարժումները, ղեկավարելու քաղաքական որոշումներ առնելու։ Եվ ուրեմն այս Սարդարապետի ջագադամարտը նաև այս հեղափոխական գբարդինք, այս հեղափոխական շարժման ղեկավարներուն Արամ Մանուկյանը անոնց մեկ ներկայացուցիչն, ամենակարևոր ներկայացուցիչը, որտեղ նաև հիշենք, որ Արամ Մանուկյանը մասնակցած էր Վանի պաշտպանության ղեկավարության եւ հետո Հայաստանի ուրեմն պաշտպանության։ Անտինգային բազմաթիվ ուրիշ հեղափոխական գործիչներ, Թրո, Կարեկնիշտե, Անտրանիկ, այս բոլոր հեղափոխականները նաև իրենց մասնակցությունը բերին եւ իրենց փորձառության շնորհիվ, որ այս ջակադամարտները գրծանք շահիլ։ Միան չի բավեր շուտ զինվորներ հավաքել կամ ժողովրդին գոչնել, պետք է ղեկավարել այս շարժումը եւ այդ ղեկավարության մեջ է որ հաջողություն գրծանք ապահովել, որովհետեւ այդ հեղափոխական շարժման ղեկավարները արդեն գոյություն ունեին եւ փորձառություն ունեին։ Ասիկա շատ կարեւոր աստակ մնա։ Եվ առաջին օրեն Արամ Մանուկյանը նշանակված էր իբր ղեկավար այս գազམ་ակերպության եւ անհաջողությամբ գրծավ այդ աշխատանքը դանի խանդավառելով ժողովուրդը կորձի մղելով նույնպես իրենց մասնակցությունը բերին այդ օրվա գղերականներ գարելի շաստեր կարեկին սեպազան մորեդակային գիլիգո Գաթողիկոս դարձավ կարեկին առաջին նաև այդ օրվա ամենահայոց կաթողիկոս որ նույնպես գրծավ ժողովրդին մղել դեպի ջագադամարտ
Ուրեմն այս բոլորը իրենց մասնակցությունը բերին եւ շնորհիվ այս բոլորի մեկ տեղումին է որ գրծանք այդ օրվա ջագալմարտները շահիլ գարել չի երևակայել որ բարձ մեկ խմբագով կամ փոքր արհեստական այսպես զինվորներով կարելի էր շահիլ շատ կարևոր է այսպիսի բարականերուն ունենալ քաղաքական ղեկավարություն որ կարենա համախմբել բոլոր ուժերը Հակոբ Սերժյան գսենք թե առաջին հանրապետությունը հիմքն է այսօրվա Հայաստանի հանրապետությանը որոնք են այդ հիմքերը նախ as գեդակիչը գարոդի որոշ վերլուծումի որտեվ 70 տարի շարունակ համայնավար սովետական շրջանին Հայաստանի առաջին հանրապետությունը բոլորովին արկադանքի ենթարկված էր նույնպես այ ժողովրդի մեջ սովետական ռեժիմի հետևորդները շատ մեծ արկադանքով խոսեին մայիս 28-ի մասին կամ Հայաստանի հանրապետության անկախության մասին որոնք գարձին բոլորովին այլևս անցած բաներ են եւ նույնիսկ լսած ենք որ Հայաստանի անկախության դրոշակը գարմեկավիթն ճակույնը պետք է թանգարանի մեջ դրվի եւ անաստեցակ խոսքեր որ որոշ մտայնությունը ցույց կտան որ դերահավատ ժողովրդի մեկ մաս արդեն դերահավատ եւ այդ աշխատանքը դարված էր համայնավար ռեժիմին գոմե 70 տարի եւ հանգարց 91-ին ուրեմն գրծանք նորեն Հայաստանի անկախություն ունենալ եւ այս բեդությունը ծեվոմը շարունակությունը ինքսինքսեդեց թե երկրորդ հանրապետության որ համայնավար շրջանի հանրապետություններ եւ թե ծեվոմը առաջին հանրապետության որտեղ գրելով անոր թրոշակը եւ քայլերքը եւ անոր որոշ կապարներ ուրեմն այս ծեվով կարելի է ասել որ բեդականությունը այսօրվա բեդականությունը կամ բեդությունը առաջին հանրապետության ծեվոմը ժառանգորդներն է կամ ժառանգորդն է բայց նույն երևույթը չէ այստեղ պետք է ընդգծել դարբերությունները երբ անկախության մասին խոսենք պետք է գտնել անկախության օրենքները երկիրը աշխարհի վրա անշուշտ որևէ երկիր անկախ չէ 100% նույնիսկ ամենամեծ երկիրներն անենք միշտ իրար մեկ ախված են բայց հարաբերական իմաստով կարելի խոսել երկիրը որովհետեւ անկախ լա երկու պայմաններ պետք է արքե առաջինը պետք է իվիճակի լա ինքսինք պաշտպանելու արտաքին ճշնամիներուն դեմ իր միջոցներով չենք ասել որ ճաշնակից պետք է ունենա բայց երբ իր պաշտպանությունը բոլորովին օդար երկիրներով վրա գախված է այլևս այդ երկիրը գտածի անկախալալ է անկախ չէ իր որոշումներու մեջ երկրորդ արտաքին քաղաքականության մեջ նույնպես արտաքին քաղաքականությունը պետության կողմը պետք է որտեղրվի իր շահերեն մեկնելով իր որոշումներով բայց երբ արտաքին քաղաքականություն չի ունար որտեղրել բարձրապես որովհետև ենթակա է ուրիշ երկիրներու ճնշումներուն այլևս անկախության կապանալ այդտեղ գործվի ուրեմն աս երեք գետերը պետք է հարկավին ուրեմն ասել որ այսօրվա պետականությունը անոր շարունակությունն է բոլորովին ճիշտ չէ որովհետև որոշ պայմաններ չեն հարկվիր եւ ամենակարևորը ոգին է անկախությունը պետք է այդ պետության միջոցով ասկային ոգին դրսևորե իմաստ չունի պետությունը գոչել անկախ երբ որ այդտեն ասկային ոգի չի գա եւ ասկային ոգիի մեջ պետք է դրսևորվի ասկային արժանապատվությունը երբ որ ասկային արժանապատվությունը գանհեդանա այլևս դժվար է երևակայել որ այդ ասկը գրնա կոյադվել ամենակարևոր նախապայմաններից մեկն է եւ այսօրվա պայմաններուն գալով գտեսնենք որ շատ անգամ այդ ասկային արժանապատվությունն է որ գործված է եւ պետականության կամ պետության ղեկավարները որոշումներ կառնեն
բոլորովին հերու ասկային արժանապատվության են։ Ուրեմն այդ բիդությունը ուր գերտա, որ ասկին համար է այդ բիդությունը, որու հաշվույն այդ բիդությունը պիտի շարունակի գոյատևել։ Ուրեմն այստեղ հարցեր կան, որ պետք է կարծեմ ավելի մանրամասնորեն կննվեն։ Արտաշես Շահբազյան, ո՞րն է ձեր համար մայիս 28-ի խորհուրդը այս օրերում։ Գիտեք ինչ, այսինքն պետականություն գոյություն ունի, մենք ապրում ենք պետության մեջ, հիմա մեր նախապապերը մոռացած են եղել անկախ պետականությունը, բարեբախտաբար մենք էլ մոռացել ենք, մենք հայաստանցիներս մոռացել ենք այն շրջանը, երբ որ պետականություն չի եղել, հիմա ինձանից առաջ ասվեց այդ մասին, փոփոխությունները եղավ բոլորովին տարբեր հանրապետություններ էին, բայց անշուշտ շարունակությունն էին, այսինքն մենք ապրեցինք պետականության մեջ եւ ապրում ենք, պետականությունը հիմնական երաշխիքն է Հայաստանի եւ զարգացման ամեն իմաստով, ազգային իմաստով, անվտանգային իմաստով, ամեն իմաստով եւ մեր ինքնության պահպանման, որպես հայ պահպանման եւ այս ամենը որ կարելի ասել մի քանի տարի առաջ դեռ մեզ համար համենայն դեպս չէր ներկայացնում շատ մեծ տագնապալի վտանգ, այսօր արդեն շատ վտանգված է։ Ավելին կարելի ասել Հայաստանը, Հայաստանի իշխանությունը բավականին նահանջել է Հայաստանի ինքնիշխանությունից։ Հայաստանը այն անկախ քաղաքականությունը չի վարում, որ կարող է ինքը որոշել իր ճակատագիրը, բայց նորից ձեր հարցին կոնկրետ վերադառնալով անկախությունը, պետականությունը մեր կազմակերպված այն վիճակն է, որով մենք կարող ենք մեր ազգային կյանքը զարգացնել եւ որով մեր պետությունը, մեր ժողովուրդը ունի ապագայի երաշխիք, այլապես այդ երաշխիքը չի կարող լինել։ Արտաշես Շահբազյան, 1918 թվին եռագույնը դարձավ մեր դրոշը, կարմիր կապույտն նարնջագույն, Հայաստանի խորհրդանիշը դարձավ կենտրոնում Վահանի վրա պատկերված Արարատ լեռը եւ պատմական Հայաստանի թագավորություններեն Չորսի, Բագրատունյանց, Արշակունյանց, Արտաշեսյաններու եւ Ռուբինյաններու զինանշանները եւ Վահանը պահում են արծիվն ու առյուծը։ Իսկ Վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն։ Մեր օրհներկը մեր հայրենիքն է։ Այստեղ կարծես թե քանի խնդիրներ կան ներկա իշխանության տեսանկյունեն։ Որոնք են այդ խնդիրները։ Կխոսվի շատ այս մեր ասենք հատկանշական ունեցվածքի կամ մեր սրբություններու վերաբերյալ։ Գիտեք ինչ, շատ կարող է հորետեսական թվալ իմացածը, բայց այս բոլոր բաները դուք ասացիք Արարատից հրաժարվել, այլ արժեքներից հրաժարվել, երբ որ դնում ես իրար կողքի, տեսնում ես, որ այս ամենի մեջ կա հետևողականություն։ Սրանք գումարենք նաև սահմանադրության փոփոխությունը, սրանք փոփոխության այդ նպատակը, սրանք գումարենք նաև Հայաստան 300,000 ադրբեջանցի բերելու ծրագիրը, Զանգեզուրի միջանցք, այսինքն Հայաստանի իշխանությունը գնում է Հայաստանի պետականության զիջման, այսինքն Հայաստանը պատկերացնում է, որ ելք չունի եւ պետք է ապավինի իր հարևաններին եւ ուրեմն մոտավորապես մարզպանության պես մի բան պիտի դառնա, նահանգ պիտի դառնա Թուրքիան։ Հիմա պատկերացրեք, որ այս պայմաններում մարդիկ նաև ծրագիր ունեն ռուսական զորքը այդտեղից անել, խնդիրը ռուսները չեն, բայց այդ ռուսական զորքը պահում է թուրքական սահմանը։ Ուրեմն եթե թուրքական սահմանի վրա զորքեր չեն ունենում, այլևս ինչ կարող ենք խոսել թուրքերից պաշտպանված լինելու մասին։ Ուրեմն այդ պաշտպանության վահանն էլ է դուրս բերվում։ Հիմա այս բոլոր բաները, որ վերաբերվում են մեր
խորհրդանիշերին դուք խոսեցիք օրհներքի մասին, զինանշանի եւ այլը, այս ամենը փոփոխելը կարծես նաեւ պատմությունը խեղել է, գիտեք, ասում են մինչեւ Տիգրան Մեծի ժամանակներ, այսինքն պետությունը իրապես իր անկախությունից, իր ինքնությունից, իր պատմական ռազմավարական ուղուց եւ իդեալներից, տեսլականներից ստեղելու, տանելու թուրքական, ադրբեջանական ենթակայության տակ այս ծրագիրն է իրականացնում։ Ուզենք թե չուզենք դժվար է այս մասին ասելը, մտածելը դժվար է այս մասին, բայց մենք գնում ենք դրան եւ այդ բոլոր զիջումները դեպի այդտեղ են տանում։ Եթե մեկ բան լիներ, եթե երկու բան լիներ, կարող էինք ասել, որ տգետ են, անփորձ են, չգիտեմ, եւ այլ, բայց այս ամենին հետ հետեւողական ծրագրված բան կա։ Արցախը հանձնելուց սկսված այս ծրագիրը հիմա էլ տեսնում եք այսօրերին արձակում հայ առաքելական եկեղեցու վրա։ Ինչու համար, որովհետեւ ամբողջ ժողովրդին համախմբող հիմնական եւ գլխավոր գործոնը թերևս մնացած այն վերջին գործոնը, որ ամբողջ ժողովրդին կարող է համախմբել, երբ որ պետականությունը ինքը ձեռքերը ծալել է, մնում է եկեղեցին, ուրեմն հարձակում նաև եկեղեցին, սա էլ գումար է վրան։ Այս աղետաբեր ծրագիրն է, որ իրականացնում է Հայաստանում։ Հակոբ Սարգսյան, խոսենք մայիս 28 1918-ի մասին, երբ 6 տարի ստրկության է վերջ, հազիվ ցեղասպանության ազատված ժողովուրդը իր մեջ գտավ ոտքի կանգնելու ուժը Արամ Մանուկյանի գլխավորությամբ եւ կերտեցին Հայաստանի առաջին հանրապետությունը։ Ինչ դեր ունեցավ դաշնակցությունը այս շրջանին։ Երբ ընտրություններ տեղի ունեցան, մեծամասնությունը շահեցավ դաշնակցությունը, որ ծեվոմը գարդացել էր դաշնակցության ժողովրդականությունը այդ ժողովրդի մեջ։ Ուրեմն կառավարությունները, որ գազնվեցան, մեծամասնությամբ ուրեմն դաշնակցականները գազնված էին։ Առաջին վարչապետը Քաչազնունին եղավ, հետո Ալեքսանդր Խադիսյանը, հետո Համո Անջանյանը եւ վերջինը Սիմոն Վրացյանը, որոնք բոլորն դաշնակցականներ էին, բայց տարբեր անշուշտ իրենց մտածողությամբ եւ այլն։ Եվ դաշնակցությունը, որ հարած էր ընկերվարական կապարախոսության մաս կգազմեր արդեն երկրորդ ընկերվարականի միջազգային գազམ་ագերբության 1907-ի վեր, երբ որ որտեղած էր պաշտոնապես այդ ծրագիրը, ուրեմն փորձեց իրականացնել ընկերվարական սկզբունքները, ինչպես իջեցիկ գիներու քվեարկության իրավունքը, որ այդ օրերուն շատ մեծ երևույթ մներ աշխարհի մեջ, դպրոցական ուսման ծրի ուրեմն ուսում մինչև բարդատիր եւ ծրի ուսում մինչև 14 տարեկան դահակներու, որ այդ օրերուն ալ չի գար կրետա չրջանի բոլոր զդիկները շատ անգամ դպրոց չէին երտար եւ նույնիսկ գրել գարտալ չէին գիտեր։ Ընկերային ապահովագրություն, սեկյուրիտե սոցիալ, ինչպես որ գսենք, որտեղ այդ սկսում պունկտներու որտեղումը, հետո հողերու բաշխում քյուղացիներուն, որոնք մինչև այդ թվականներուն կաշխատեին իհաշիվ ֆեոդալ ուրեմն մարդոց համար, այդ օրերուն կառավարությունը ուրեմն բաժնեց նաև հողեր քաղաքացիության, ուրեմն այսպիսի ընկերային որոշումներ արվեցան։ Համալսարան առաջին համալսարանն հիմնվեցավ Նիկոլ Ախպանյանի կողմէ եւ մինչեւ այսօր գոյադեվե, ուրեմն այսպիսի թե մշակութային, թե ուսումնական եւ թե ընկերային որոշումներ, որոնք գհետեւեին իր կառավարության։ Արտաշես Շահբազյան, մայիս 28 1918-ի առաջին հանրապետությունը տևեց միայն 2 տարի։ Ինչ տեղի ունեցավ 1920-ին։
ուրեմն ծրագիրը, որ պայմանավորվածությունը, որ եղավ բոլշևիկյան Ռուսաստանի հետ, հետևյալն է, որ Հայաստանը պետք է պահպաներ իր անկախությունը, Հայաստանը պետք է մնար ժողովրդավարական երկիր, Հայաստանում պետք է լինեին հալածանքներ եւ այլ։ Մենք տեսանք, որ այդ պայմանավորվածությունները չհարգվեցին, ընդհանրապես թեև ասմացին էլ հիշեն թերևս մի քանի օր հետո իշխանությունը հանձնելուց ամսի 4-ին Դաշնակցության բյուրոն իջեցնում է շրջաբերական, որ ցիրելի ընկերներ, իր ընկերների համար մենք հեռանում ենք, ղեկավարությունը հեռանում է կուսակցության, բայց դուք մնացեք եւ ծառայեք հայրենիքին, դուք կարող եք ընդգրկվել պետական համակարգի մեջ եւ ծառայել հայրենիքին։ Ուրեմն այսպես է դիտել, մենք գնում ենք, բայց մեր հայրենիք մեր պետականությունն է եւ դուք պետք է շարունակեք, կարող եք շարունակել։ Բայց մենք գիտենք, որ արդեն 5-ին 6-ին հայտարարություն եղավ զինվորականներին, որ եկեք որպեսի վերցնենք ձեզ ծառայության եւ բոլորին բանտարկեցին 1200 սպաների, բարձրագույն սպաների, սարդարապետները եւ բոլորին ակսորեցին։ Սկսվեցին հալածանքներ եւ այլ։ Ուզում եմ ասել, պետականի իրենք չհարգեցին իրենց խոստումը, գիտենք, որ Հայաստանը մտավ 24 թվականին մտավ Կովկասյան ֆեդերացիայի մեջ, հետագայում դուրս եկավ այդ ֆեդերացիան քայքայվեց եւ ուրեմն ինքը շարունակեց իր կյանքը որպես կիսանկախ, ասենք կիսանկախ երկիր, որտեղ այնուամենայնիվ իր խորհրդանիշերը մնացին, արտաքին գործերի նույնիսկ նախարար ունեցան, պետականություն, այստեղ տնտեսություն, կրթություն, գիտություն եւ այլ զարգացավ, այսինքն պետականությունը ինչ որ չափով պահպանվեց, փոխանցվեց, բոլշևիկները, այսինքն Կրեմլը, կայսրությունը դարձրեց իր գաղութներից մեկը, բայց իսանկախ վիճակում Հայաստանը շարունակեց իր գոյատևումը։ Եթե շատ կարճ ասեմ, այդ փոփոխությունը եղավ։ Անշուշտ ազգային խնդիրները ստառեցվեցին, մերձվեցին, հալածվեցին ազգային ուժերը, այս բոլորը դիտենք, տեղյակ ենք, ծանր հարված հասցնեց մեր հողային իմաստով, մեր ազգային իրավունքների պաշտպանության եւ այլն, բայց այնուամենայնիվ այդ 29000 քառակուսի կիլոմետրի վրա մեր գոյությունը շարունակվեց որպես կիսանկախ երկիր, որի պայմաններում անգամ գիտեք Հայաստանը մեծ վերադարձով ունեցավ հայ ժողովուրդը, շնորհիվ իր ունակությունների, իր տաղանդի, եւ եթե չլիներ այդ հայ ժողովրդի ծաղկումը այդ տարիների, մենք չէինք կարող ունենալ 88 թվականի գործումը եւ արցախյան հաղթանակները։ Իսկ 70 տարիներ սովետական պայմաններում մեջ գոյատևած Հայաստանը կրկին անգամ իր անկախությունը հռչակեց 21 սեպտեմբեր 1991-ին։ Այս անգամ ինչ էին պայմանները։ Ի տարբերություն 20 թվականի այս շրջանում իշխանությունը զառանգեց տնտեսապես շատ հզոր երկիր, այսինքն իր արդյունաբերությունը, իր գիտությունը, իր կրթական համակարգը բավական հզոր է եւ անհրաժեշտ էր պահպանել եւ զարգացնել արդեն անկախության պայմաններում, ձևավորելով անցույց եւ նոր կապեր եւ նոր հարաբերություններ, եւ մի օրինակ բերեմ, ուրեմն կենտրոնական Ասիայի, որ մենք ասում ենք Միջին Ասիայի հանրապետություններում նախկին խորհրդային համայնավար ղեկավարները մնացին, իրենք պահպանեցին այն
համակարգը մեն իշխանական բռնատիրական համակարգը որ կա կոմունիստական շրջանում եւ պատկերացրեք կարողացան այդ երկրները ավելի խաղաղ եւ բարգավաճ ձևով դուրս բերել այդ իրականությունից այսօր օրինակ ասում են Ղազախստան բոլորը գիտեն որ հզոր երկիր է բավական անկախ կարողանում է անկախ քաղաքականություն վարել տարբեր բևեռների հետ եւ այլն դժբախտաբար այն ժամանակ ևս այսինքն 91 թվականին եկավ մի իշխանություն որը մեծապես կախման մեջ էր արևմուտքից եւ նրա ծրագիրն էր կատարում եւ նրա ծրագրի մեկ բաժինն էլ նա էր որ տնտեսական այդ կապերը պիտի քանդեր որովհետեւ շահկապված էին այսինքն դրանով նաեւ Մոսկվային ամբողջ խորհրդային տնտեսական համակարգին էր մեծ վնաս հասցվում ուզում եմ ասել որ մենք շատ բան կորցրեցինք չկարողացանք պահպանել որովհետև ունեցանք այն իշխանությունները որ պիտի ունենայինք դուք կհիշեք նաև որ այն տարիներին ընդդիմությունը մասնավորապես դաշնակցությունը ինչ մեծ պայքարի մեջ էր օրվա իշխանության հետ Արցախը պահելու հարցում հիմա ժամանակ է անցել կարծես շատերը չեն հիշում բայց այդպես է եղել ուրեմն հաջորդը այն առարկայական մարտահրավերն է որ մեր արծեվ կար արցախյան պայքարը որը վերածեց պատերազմի ադրբեջանցիների սադրանքով հրահրման վերածեց պատերազմի եւ այդ նոր անկախ հանրապետությունը մտավ պատերազմի մեջ մեկ այլ բան ասեմ չսկսված պատերազմը տեղի ունեցավ սպիտակի երկրաշարժ սարսափելի մի աղմուկ երկրաշարժ այո որ հանրապետության 1/3 վերածեց եւ մենք մեր պատերազմը տարանք այդ պայմաններում ներսում լարվածություն, տնտեսական փայփայումներ, աղքատություն, երկրաշարժի այդ աղետի հետևանքները հսկայական եւ գումարած դրան մենք տարանք պատերազմ, բայց ինչպես կյանքը ցույց տվեց մենք կարողացանք հաղթել այն ժամանակալ պայմաններում կարողացանք հաղթել որովհետեւ հավատացինք որովհետեւ ազգային մտածողությունը գերակշռող էր ազգային ուժերը ավելի ուժեղ գտնվեցին իսկ այսօրվա պայմաններում արդեն տեսնում եք որ մարդիկ այդ բոլոր հաղթանակներից հետո երբ որ մենք հասել էինք այդ տեսակ նվաճումների կորել է հավատը մեր ուժերի նկատմամբ համեմատությունը տեսեք թե ինչ է կատարվում եւ մարդիկ չեն պատկերացնում որ Հայաստանը կարող է անկախ վերատևել Հակոբ Սաշջյան, հաջող պետություն եւ իշխանությունը կշփոթվին եւ կնույնացվին ներկա իշխանություններու կողմէ։ Կրնակ մեզ բացատրել պետություն եւ իշխանություն հասկացողությունները։ Պետությունը այն գառույցն է, որում վրա հիմնված է այդ օրվա իշխանությունը։ Իշխանությունները անցողակի են այն իմաստով, որ ժողովրդավար երկիրներ նկատի առնենք ընդրություններ գլան եւ ընդրություն իշխանությունները շատ հաջող կփոխվին նույնիսկ ագարագորտ գողմի գուսակցություններ կան եւ ղեկավարեն հետո իրենք ալկերտան ուրեմն մենք օրինակ ունենք ժողովրդավար երկիրներում մեջ որ իշխանությունները ժամանակավոր իշխանություններ են միշտ մնացողը պետությունն իր գարույցներով իր ամբողջ երկրի գարույցներով իր ուսանողական կամ գրթական գարույցներով բժշկական գարույցներով կամ իր պաշտոնյանությունով եւ այլն ուրեմն աստեղ դժգոհ տարբերություն կա պետությունը նույնադեն պաշտպանն է հիմնն է այդ ժողովրդի կամ այդ ազգի կոյադևման այստեղ ուզեմ անդրադառնալ մեկ ուրիշ երևույթի մասին որ մեծ տեր կգադարի ժողովուրդն է ժողովրդի դաստիարակությունն է որ կարևոր է աստակ մնա եւ միան կարելի չէ pedagogian
կոյադևման մասին կամ անկախության մասին խոսիլ, երբ նկատի չեն առներ ժողովրդի մտածելակերպը կամ հոգեբանությունը։ Ուրեմն այստեղ աշխատանք մգա վերադառնալով Հայաստանի վարակային։ Հայաստանը փոքր երկիր մնա։ Ուրեմն շատ դժվարություններ ունի կոյադևելու կամ արժևը դժվարությունները շատ են։ Ուրեմն այստեղ տասնյակական աշխատանք մգա ժողովրդի մոտ։ Երկար adեն Հայաստանը մնացած էր ուրեմն վերջին 70-րդ սովետական ռեժիմի տակ, անգլիական ցարական ռեժիմի տակ կամ օսմանյան ռեժիմի տակ եւ մարդոց մոդայնության մեջ այդ անկախության գաղափարը անհետացած էր։ Հայու մտքի մեջ անկախությունը իմաստ չուներ։ Ուրեմն երբ 1918-ի անկախությունը եղավ, նորություն բերվեցավ, հետո գրգին գործվեցավ այդ անկախությունը։ Այսօրվա իրականության մեջ հայու այսինքն իմ դպավորությունս է որ Հայաստանի մանավանդ Հայաստանի մեջ ապրող հայուն համար անկախության գաղափարը դակավին հստակ չէ ամեն վարդ անկախության մասին խոսի բայց ինչ գերեվագայենք անկախությամբ շատերու համար անկախությունը ներքին ինքնավարությունն է մնացած դժվար հարցերը այսինքն պաշտպանության հարցը արտաքին քաղաքականությունը մեծ պետությունը գրնանել գնահատի Ռուսաստանը անել արևմուտքը անել Թուրքիան անել Բաշկաստանն անել եւ այլն անկախության գաղափարը իրական անկախությունը գենթացրե որ ամեն քաղաքացի պատասխանատու է այդ անկախության պաշտպանության աստեղ տասնյակական աշխատանք պետք է դարվի որ ամեն հայ ըսկա որ ինքը պատասխանատու է այդ անկախության պաշտպանության եւ ինչ պետք է անե որ այդ անկախությունը պաշտպանվի եւ ոչ թե բեդությունը նկատի իբր աղբյուր շահի աղբյուր ինչպես կրնանք բանանել թալանել գողոպտել եւ այլն մեկը որ pedagogan պաշտոնյակը լա պետք է ծառայության զգացում ունենա հաստատասյարակչական մեծ աշխատանք մնա որ պետք է դարվի որ չէ դարված ասի 30 տարիներու ընթացքին գտեսնեք որ ասի բադահածը հակին միլիարդավոր դրամներ դոլարներ անհայտացած են դուրս կացած են ուրիշ երկիրներ կացած են Հայաստանի մեջ են ուրեմն ինչ եղած է որ աս երևույթ է եղած ուրեմն տասնյակական բادرասանության հարց մնա այստեղ որ պետք է դեղի ունենա ուրեմն որևէ գարավարություն որևէ իշխանություն որ գուկա եթե իսկապես Հայաստանի անկախության համար է որ գուզե բայկարի պետք է աստացիարակչական աշխատանք անե ես գուզեմ այստեղ օրինակ մբերել Հայաստանի կամ հայ ժողովրդի համար Զվիցերիո օրինակը Զվիցերիո մագերեսային դարածքը Հայաստանի վես է 40000 կիլոմետր Հայաստանը 30000 ուրեմն իրարու մոտակա դարածք ունին Զվիցերիան նույնպես ծովով վրա թիրք չունի բաշարված է զամոզանի երկիրներու ողմ է եւ սակայն կնկատենք որ Զվիցերիան 700 տարի է իվեր անկախ եղած է հագարակ որ մեջ ապրողները բոլորն նույն լեզուն չեն խոսի կա գերմանախոս կա ֆրանսախոս կա իդալերեն խոսող կա ռոմանչ խոսող կա բայց ինչ եղած է որ ասում կոյադեված են մինչեւ այսօր անկախ որովհետեւ կիցած են այդ անկախության գաղափարի շուրջ համախմբվել ասոնք 700 տարի առաջ ասոնց ղեկավարները միացած են եւ թաշինք կնկած են որ երբ որ արտաքին տշնամիմը իրենց մոդենա իրենց ներքին արծերը մեկ կոմպիտեն են ագարակ որ իրար ուտեմ շատ անգամ բادرազմ ունեին եւ արտաքին տշնամին տեմ են որ պիտի բայկարին եւ այս տաշինքը արկած են 700 տարի իվեր եւ ասե որ իրենց պաշտպանած է արտաքին տշնամիներու դեմ երկրորդ աս անկախությունը պաշտպանելու համար ամեն զվիցերիացի քաղաքացի զինվոր է այդ անկախության պաշտպանության համար ուրեմն ասոնց բանակը ժողովրդային բանակ է ոչ թե արեստավար բանակը որ եկած է դրամով պիտի պաշտպանի ամեն զվիցերիացի նույնիսկ 40-50 տարեկանեն վերջ գերտա ամեն տարի կամ քանի տարին անգամ նորեն զինվորության ծառայության յետ քանի ամիս յետ իր բաները գիտելիքները ամրապնդելու եւ նորոգելու համար ուրեմն ամեն հայ վերադառնալով Հայաստանի պաշտպանության հարցը գրնա իրագործվի միայն
ասկային ժողովրդական բանակով ամեն Հայաստանի քաղաքացի կամ նույնիսկ սփյուռքեն պետք է ինքնին զինվորս կա Հայաստանի պաշտպանության համար ասիգա հիմնական խնդիրն է եւ մի անաս է որ գրնա Հայաստանը ամրապնդել դուրսեն եկած ճշտամին պետք է գիտնա որ Հայաստան մտնելով շատ բան պիտի գործընծնի գրնա Հայաստանին հաղթել անշուշտ մեր բոլոր շրջապատի մարդիկը ժողովուրդները կամ երկիրները Հայաստանին շատ ավելի զորավոր են եւ ամեն օրը ջորմը գնան հաղթել բայց շատ սուքին վճարելով ասոր համար է որ Զվիցերիան չեն համարցակած բազմաթիվ մեծ երկիրներ շատ պիրուզային գլել Զվիցերիան անհետացնել բայց չեն համարցակած որովհետեւ գիտեն որ շատ սուքին պիտի վճարեն եթե Զվիցերիան մտնեն եւ փորձեն կրավել թե մարդկային գորուստ թե զենքի գորուստ թե տրամական եւ ուրեմն եւ բացմունքն ցույց տված է որ նույնիսկ մեծ պետությունն ինչպես ավստրիական գասությունը ժամանակին քանի անգամ բանակներ գրգած է որպեսզի կրավե Զվիցերիան եւ ճաշակի բարդություն գրած է բարձրացած որովհետեւ նկատի չի առած որ թիմացի ժողովրդային բանակ է թիմացին եւ ոչ թե արեստավար բանակներ եւ ասոնք գրծած են անկախությունը բայդուրն Հայաստանը գրնա ինքսինք պաշտպանել եթե այդ հավատք ունի եւ գամք ունի աստեղ ուզեմ աս երկու բարերուն վրա կենտրոնանալ անկախության համար երկու այս նախապայմանները կարևոր են հավատք նպատակին համար եւ այդ նպատակի հետապնդման ուրեմն աշխատանք որ պետք է դարվի եւ ասոնք կարելի են հայ ժողովուրդը ունի այս կարողությունները եւ զարմանալի է որ բոլորովին անդեսված են եւ անդեսված վստահ չեմ որ այն որովհետեւ Արցախի անկախության ժամանակ պայքարի ժամանակ գոնե ազգային բանակներ այսինքն ժողովրդական բանակներ որ կաշխատեր սակայն այսօր իշխանությունները կձգտին դեպի արհեստավար բանակ այդ է միան ցկտիվ չեմ պատրաստել ժողովուրդը բոլորովին այն դպրությունը գստանա որ ժողովուրդը բոլորին անդարբեր է մանավանդ գետրոնացած մեծ քաղաքներում մեջ գետրոնացած ժողովուրդը բոլորին անդարբեր է արտաքին հարցերուն աստի ուրեմն դաստիարակչական աշխատանք պետք է այդ ասկային ոգին ներշնչման ուրեմն այս է հարցը Արտաշես Շահբազյան դուք ինչպես կվերլուծեք պետություն եւ ազգ հասկացողությունները որովհետեւ բացատրեմ հիմա այն տպավորությունը ունենք որ ներկայիս ազգի հասկացողությունը միայն Հայաստանի ժողովրդի մասին կխոսվի Սփյուռքը հապա այդ ինչ դերակատարություն կրնա ունենալ կամ այդ ազգին կպատկանի վերջի վերջո այդ է իմ հարցից նպատակը Այո հիմա նախ ասեմ որ կանչուր պետություն որ ձևավորվում է բոլորից համար հայտնի է ապերայտել իր հռչակագրով իր սահմանադրությամբ ինքը ուղղեցնում է թե այդ պետությունը ինչպիսին պիտի լինի ուրեմն եկող յուրաքանչյուր իշխանություն իր ծրագրով իր նպատակներով պիտի համապատասխանի եւ տեղավորվի այդ նպատակների մեջ այսինքն չի կարող գալ որևէ իշխանություն եւ ասել որ այս ճանապարհը այս պետության տղալը եւ պիտի թեկեն տանել ուրիշ տեղ ես մի բան կարող եմ ասել ցավոք մենք պիտի նկատի ունենանք որ այո մեր բանակը մեր ժողովուրդն որ 35 տարի տոկած պատերազմից հետո սովին դիմացավ մենք կարողացանք սահմանը պահել եւ մինչեւ այս պատահականությունների գալը Հայաստանը իրեն զգում է ինքնավստահ Ադրբեջանի հետ հարաբերության մեջ ընդհանուր մինչև պատերազմի խայտարակ պարտության պայմանագրի կնքումը
Հիմա երբ որ մենք նայում ենք նաև անշուշտ կարելի է նաև ժողովրդի թերություններից ասել, բայց պիտի նկատի ունենան, որ հիմա նայենք աշխարհը, արաբական աշխարհ, նայենք Վրաստան, նայենք Ուկրաինա, այս ահավոր գունավոր հեղափոխությունները, դրսից բերված այս շարժումները ավել են գործում, գաղափարական ավել, քաղաքական ավել, նույնը պատահեց մեր ժողովրդի հետ, ժողովուրդը մեծ մոլորության մեջ հայտնվեց, որտեղ երևացող, թերևացող կարողությունը իր սարսափելի գործն արեց։ Հայաստանը, տեսեք, եվրոպական երկրները այսօրվա քաղաքակիրթ Շվեյցարիայի նաև օրինակն ասվեց, իրենց ժողովրդավար ռիսկուկացով համակարգերով բայց իրենք իսկապես ազգային պետություններ են, ազգային նպատակներ ունեն, ազգային կուր համակարգեր ունեն, իդեալներ ունեն, որ նստած է ժողովրդի մեջ։ Պիտի ես ասեմ, որ այս ազգային այս անցնող տասնամյակների ընթացքում շատ չի ամրապնդվել մեր ժողովրդի մեջ։ Այսինքն անունը եղել է Հայաստան, ինչպես ցուցանակ, բայց ներսում ինքը խորապես ազգային ռազմավարություն չի իրականացրել։ Հիմա գալով ձեր հարցին անշուշտ, եթե մենք ասում ենք, ես ազգային նաև հայկական պետության գեզ նպատակներից մեկը պիտի լինի։ Մեր ազգային ինքնության մասն է կազմում սփյուռքը։ Սա այնքան է մեզ համար կարևոր, այնքան է մեզ համար առաջնային, ինչքան Հայաստանում ապրող ժողովուրդը, սրանք երկու հատվածներ են։ Եվ մեր ուժը մեր երկու հատվածների մեջ է, եւ այս երկու հատվածների գումարումով է, որ մենք պիտի կարողանանք մեր խնդիրները լուծել, բայց շահնել մի կողմ դնելով։ Հայ մարդը որտեղ ապրի մեր ազգի մասն է, եւ մենք ոչ միայն պիտի հոգանք մտահոգություն ունենանք նրա համար, այլև պիտի այնպես անենք, որ այդ մարդը, այդ հայը, այդ միավոր հայը մեր ազգային ինքնությանը մաս կազմի, կարողանա իր օգուտը բերել մեր ընդհանուր գործին, մեր ընդհանուր զարգացմանը եւ մեր ընդհանուր նպատակներին։ Ազգային պետությունը հայ ժողովրդի համար նշանակում է նախ եւ առաջ իր ամբողջականությունը, իր համահայկական միասնությունը։ Ժամանակին ասում էինք երանմիասնություն, ցավոք այսօր Արցախը չկա, բայց դա էլ մի խնդիր է, որ մեծ համար համազգային նպատակներից մեկը պիտի լինի։ Ազգային իշխանությունը, ազգային կառավարությունները պիտի հասկանան, որ հայ ժողովրդի ռազմավարական նպատակները դխում են նրա ամբողջականության կայացումից եւ նրա ամբողջությանը մեկ նպատակների ուղղորդելուց, դեպի մեկ նպատակներ զարգացում տալուց, անշուշտ հարգելով ամենտեղ ապրող հայերին նրանց ինքնուրույնությունը, ինչպես նաև այդ երկրների օրենքները եւ ծրագրերը։ Ազգային պետությունը Հայաստանը պիտի դառնա ազգային պետություն իրապես, ոչ միայն խոսքով, իրապես, եթե մենք ուզում ենք, որ ամուր պատյան ունենանք եւ դիմանանք այն արհավիրքներին, որոնք մտածես մենք շրջապատելու են։ Ես մեր թշնամիներին անգամ չկանա Թուրքի պես հարևան ունենալ, Թուրքի պես հարևան ունենալ եւ խաղաղ ապրելը շատ դժվար բան է եւ հանդիպ լինելը, որ այլևս դու կվայելես քո պետականությունը, անկախությունը շատ դժվար բան է, բայց այս է մեր ճակատագիրը, ապրել ենք եւ պիտի շարունակենք ապրել այս հողի վրա եւ պարտադրել մեր անկախությունը, պարտադրել մեր ինքնուրույնությունը։ Այս ծրագրով միայն ազգային պետությունը կարող է շարժվել, այս ծրագրի համար ներգրավելով, նաև համախմբելով, նաև
Սփյուռքի հսկայական մեծ համար հսկայական ներուժը։ Հակոբ Սաշյան, ինչ պայմաններ պետք են հզոր պետականաշինության համար։ Պայմանները շատ են, ինչպես քիչ առաջ ասվեցավ, պետք է ազգային ռազմավարություն ունենալ հստակ եւ ժողովրդին ծավալուն բացադրվի այդ ռազմավարությունը։ Եվ այս ռազմավարության հիմքը նաեւ պետք է գազմե Հայաստանի եւ Սփյուռքի ծավալումը կորզակցությունը, ծավալումը թաշինք պետք է լա, պակտ, ինչպես որ շատ անգամ ասկերու մեջ կամ որոշ երկրներու մեջ կլա, հստակորեն պետք է Հայաստանի պատասխանատուները, իշխանությունները եւ Սփյուռքի ներկայացուցիչները ծավալումը համաձայնին ազգային ռազմավարության շուրջ, ինչ է Սփյուռքի բարդականությունը, ինչ է Հայաստանի իշխանություններու բարդականությունը, ինչ են նպատակները։ Նպատակը շատ կարևոր դեր ունի, պետք է գիտնանք ազգային նպատակը ինչ է։ Շատ անգամ գոսի որ հայերը անմիապան են եւ այլն իրար հետ չեն համաձայնել, որտեւ նպատակները հստակ չեն, ամեն մարդ մեկ նպատակ ունի դա, թե կարելի չէ համախմբվի, պետք է որ եւ միակ նպատակը որուն շուրջ կարելի է համախմբվել ազգային անկախության նպատակն է, ազգային անկախությունն է, որ գրնա համախմբել բոլոր հայերը, ուրիշ նպատակ կարելի չէ, եւ աս նպատակ հստակորեն պետք է ասվի, եւ ամեն մեկ հայու վրա ծավալը բարդականություն դրվի այս նպատակը իրականացելու կամ հետապնդելու համար։ Ամենակարևոր աստակը այս է։ Այսօրերուն շատ անգամ խոսվի, որ Հայաստանը ներկայ իշխանությունները Հայաստանի տնտեսական զարգացում գբերեն, տնտեսությունը կզարգանա եւ այլն, եւ ուրեմն ասիգա պիտի լավացնե գացությունը։ Տնտեսությունը չի գտնար հիմք կլալ ասկի մկոյադեման։ Տնտեսությունը կարևոր է անշուշտ, միշտ բոլոր երկրներում մեջ կարևոր է, բայց հիմքը չի գտնար լալ։ Առանց ազգային գիտակցության, առանց ազգային նպատակի, տնտեսության շուրջ հավաքված հավաքականությունները ասկ անպայման չեն գազմեր եւ եթե նույնիսկ ասկ էին այլևս կտատրին ասկը լալե բոլորովին էտերոպիտ հավաքականությունը գստելձվի որ այլևս գիտակցություն չունի իր ասկին համար գնա նույնիսկ անունն ալփողել բացմությունը չգիտեր ալ բոլորովին ասոնանոր ենտագա հավաքականությունը գլա ուր բարձավես նպատակը անհատական գլա ամեն անհատ իր տնտեսական լավավրելու ուրեմն նպատակը պիտի հետապնդի ուրեմն բոլորովին տարբեր բան է պետք է գիտակցենք որ եթե ազգային նպատակ հստակորեն չսվի կամ մեջտեղ չի տրվի կարելի չէ ասկ գոյդվել եւ այդ նպատակը հստակորեն պետք է ասվի եւ ուրիշ նախաբայմամը գամք պետք է այդ գամքը եթե չի գա հոնալ գործընծենք եւ պատմությունը մեզի ցույց կտա զամազան երկիրներու ղեկավարներ այդ գամքը ունեցած են թե նպատակը ունեցած են թե ալատ գամքի շնորհիվ գործածեն նույնիսկ եթե իրանաս մեզի եղած է շահական մի եթե մեր թրացի երկիրներուն պատմությունները կտեսնենք իրանաս մեզի բայց ատոնց ղեկավարները գամքը ունեցած են իրենց նպատակը հետապնդելու ադիգա չէ եղած մերկով ուրեմն այդ գամքի կարևորությունն անհրաժեշտ է ուրեմն թե նպատակ թե ազգային նպատակ թե գամք այդ նպատակը հետապնդելու համար ինչու 30 տարիներ չլինք այդ բոլորը ինչ էին պատճառները ես կարծեմ որ գարավարություններ կամ իշխանությունները ունեցանք ազգային գարավարություններ չէին առաջին օրեն նախ առաջին նախագահը հայտարարեց որ Սփյուռքը Հայաստանի մաս չի գազմեր կամ Հայաստան չէ ուրեմն արդեն այնտեղ գդրեց գաբը ամենակարևոր գաբը Հայաստանի համար որ Սփյուռքն է որ պիտի ուժը բերե արդակին ուժ ադիգա արդեն գդրեց եւ մինչեւ հիմա գդրված է Սփյուռքի եւ Հայաստանի գաբերը շատ բան են մագերեսային գաբեր են այդ ռազմավարական համախմբումը չավ այդ օրերուն այդ օրը պետք է ռազմավարություն Սփյուռք Հայաստան ռազմավարությունը կորցի լծվել եւ 30 տարի չեղավ 30 տարի պետք է ընդունել որ իշխանությունները որ ունեցան բոլորն ալ
ասկային նպատակները հերու մեզ երբեք չսվեցավ թե ինչ է այդ ասկային նպատակը որ գուզենք հետավանտել ուր գուզենք հասնել ինչ է հայու բարդականությունը նվազագույն բաները չսվեցան ուրեմն ասպես բաց տողումներ կան որ պետք է բոլորին փոխել կամ բարեփոխել Արտաշես Շահբազյան, դուք ինչպես կբացատրեք, թե վերջին 7 տարիներու ընթացքին այսքան հիմնական փոփոխություններու պատրաստը լա մեր ժողովուրդ։ Իշխանությունները կուքան ու կերտան, բայց ժողովուրդը ինչպես կրնա պատրաստը լալ այսքան հիմնական փոփոխություններու։ Այն ինչ որ տեղի ունեցավ նկատի ունեք։ Այո, 30 տարիներու ընթացքին նկատի ունեմ։ Տեսեք, Այսինքն 30 տարի պատրաստվեցավ, փորձեցինք ամենալավը անել 7 տարվա մեջ։ Այո։ Մենք չենք կարող ամեն ինչ ճգտել, թերությունները եղել են, ես ինքս էլ ասացի, որ իրապես ազգային գաղափարախոսության, ազգային ծրագրի հասկացողությունը չի եղել։ Զարգացում եղել է, չեն կարող ասել, որ բոլորը եղել են կաներ եւ մտածել են միայն թալանի մասին։ Իներքո մենք պատերազմներ ենք հաղթել եւ մինչեւ դրանց գալը մենք ինքնավստահ ենք եղել, հաղթող ենք եղել։ Մեզ հարգել են դրսում, մեր արտաքին քաղաքականությունը զատ չի եղել, ինքնուրույն է եղել, մեր բանակը հեղինակություն է ունեցել, մեր ժողովուրդն էլ ինքնավստահ է եղել, որոշակի զարգացում կար։ Այն ների պատերազմը, երկրաշարժը եւ այլ, այդ բոլորը մենք ի վերջո մեծ չափով հաղթահարեցինք։ Բայց ասում եմ, ազգային ամուր գաղափարախոսություն, մտածողություն չդրվեց հիմքում։ Հիմա կատարվեց այն ինչ որ ուրիշ տեղեր կատարվել էր եւ մենք մտավախություն ունեինք եւ ցավոք մեր մոտ էլ եղավ։ Տեղի ունեցավ այն գունավոր հեղափոխությունը, որ Սորոսների, չգիտեմ, մյուսների միջոցով անում են, որի մեջ այսօր Ուկրաինան արյան մեջ խեղդվում է, նույն բաներն ասում, այսինքն արտաքին ուժերի դրդման փոխեցին, տեսեք, 44 օրյա պատերազմի մինչև վերջին օրը մեր ժողովուրդը իրեն պահում էր հերոսի պես, մայրերը հերոստատեսությամբ խոսում էին, ասում էին, ինչ լինում է լինի, իմ զավակը, երկու զավակը սենտեղ է, ինձ ուզում է պատահի, բայց մենք միտից հոտ կզիջեն։ Ուրեմն եւ ինչ կատարվեց։ Այդ պայմանագրի հետ սարսափը ներարկվեց ժողովրդին, որ դու ելք չունես, որ դու դատապարտված ես եւ այս գաղափարական հեղեղի մեջ խեղդեցին։ Վստահ եմ, որ սրա մեջ այդ բոլոր ընկերային ցանցերով չգիտեմ այդ ճանապարհներով մասնակից եղավ եւ այսօր էլ մասնակից նաեւ արտաքին ուժերը, թուրքական ուժերը, ադրբեջանական ուժերը, արևմտյան ուժեր, այդ ամենը ներարկվեց եւ ժողովրդին մղեց հուսահատության։ Մենք այդպիսի ծանր ժամանակ ունեցանք, բայց ես կարող եմ ասել, այսօր փոխվում է, բավական փոխված է։ Այս իշխանության ասած այլևս ամենանվազագույն մի հատվածն է, որ դեռևս կարող է ապահովել ժողովրդի դժգոհությունը, ժողովրդի աչքերը բացվել են, փոխվում է։ Սա մի մեծ մոլորություն էր, երբ որ մեծ բաներ խոստացան եւ եկան երկիրը մաքրելու, երկիրը հզորացնելու եւ այլ, բայց քայլ տարվա վրա երևաց, որ շատ ավելի վատը տեղի ունեցավ, երբ ասում, որ անջատվեցա, կարծես կապը գտրված է Արտաշես Շահբազյանի հետ, կփորձենք նորեն կապը հաստատել։ Հակոբ Սաշչյան, Արտաշես Շահբազյանը խոսեց Արցախյան պատերազմի այդ վախը, որ ընտանիքներու մեջ ստեղծվեց, իրենց զավակները կղրգեին պատերազմի եւ հավատք ունեին, որ իրենց տղաները պիտի հաղթեն եւ մեկ թիզ հող պիտի չզիջեն։ Բայց ներկա իշխանությունները իրականության մեջ հաճախ կխոսին
խաղաղության խաչմերուկի մասին։ Այս իրականության մեջ ավելի գերպետություններու բախման խաչմերուկ չէ մեր տարածաշրջանը քան խաղաղության։ Հավանաբար այո, այսինքն կարելի չէ անջատել մեր երկրի աշխարհական թիրքը միջազգային շահերեն, որ գոյություն ունեցած են միշտ նաև անցյալին, այսինքն առաջին անգամ չէ որ կբադայի եւ ինքնաբերաբար այդպես է, բայց այ իշխանություններուն վրա, Հայաստանի իշխանություններուն վրա բարդականությունը կա ծեոմը բահբանել Հայաստանի շահերը եւ ոչ թե ենթարկվել արտաքին ջնշումներու, արտաքին խաղերու եւ երկիր առաջնորդել դեպի անգում հոս է հարցը եւ այստեղ է որ երբ խոսենք ասկային նպատակներու մասին աստե կարևոր դիրք է կարևոր գետ է որ իշխանությունները հետևեն ասկային նպատակի բացատրեն ժողովրդին Կուզեմ նաև քանի պատերազմի մասին խոսվեցավ 44 օրվա պատերազմ օրինակ կուզեմ տալ Իսրայելի եւ Եգիպտոսի միջև պատերազմ որը ունեցավ 1973-ին Եգիպտացիները յետ մտան Սինայի մեջ գրավեցին մեկ մասը հետո իսրայելացիները պատասխանեցին եւ յետ թիրքեր գրավեցին եւ այլն հետո զինատատար եղավ եւ ծեոմը իրանը բաժնեցան Իսրայելի ուրեմն խորհրդարանը երբ որ պատերազմը հատ զինատատարը եղավ հաջորդ օրն իսկ Իսրայելի խորհրդարանը կոմիսիոն դանկետ հետախուզական քննիչ հանձնախումբ նշանակեց որովհետեւ քննեն պատերազմի Գարավարչյան գոմե կատարված աշխատանքները, որովհետև իսրայելցիները առաջին անգամ լալու ահագին զոհեր տված են 1500 ավելի զոհ, բազմահազար քերիներ, պատերազմական քերիներ, ինչ որ ծնծած էր ամբողջ Իսրայելի ժողովրդին միտքը եւ հոգեբանությունը։ Այս կոմիսիոն դանկետը քանի շաբթվա մեջ իր եզրակացության հասավ, որ կառավարությունը բաց թողումներ եղած է հագարակ արտաքին աստարարություններու Ամերիկայի կողմէ նույնիսկ հորտանանի կողմէ որ պատերազմ կպատրաստվի առաջ գարեք եւ այլն պաստողներ եղած էին եւ երբ որ եզակացության հասան հաջորդ օրն իսկ այդ օրվա վարչապետը Գոլդա Մեյերը եւ այդ օրվա բանակի սպարաբեդը երկուքն հրաժարական դվին եւ Գոլդա Մեյերը կարելի չէ անպաստանել որ Թավաջան եղած է կամ բան եղած է հիմնա Իսրայելի հիմնադիրները եղած է Գոլդա Մեյերը բայց այդ օրը այդ վեճերին իբադասան իր հրաժարականը դավ եւ իր քաղաքական կյանքը այդտեղ վերջացավ ազգային շահը ավելի բարձր նկատեց եւ ընդունեց ինչի հարցը եւ իրենք շարունակեցին հետո ինչ պատահեցավ Հայաստան 44 օր պատերազմ եղավ Եվ մենք մինչև այսօր որևէ հայ դերյակ չէ թե ինչ պատահեցավ 44 օրվա մեջ ինչու բարդվեցանք եւ մինչև այսօր չկա մեզի որևէ հայու համար պետք է պատմականը դրվի այդ 44 օրվա եղելություններուն չեն ուզեր տաղություն եղելությունը ինչպես եղած է ամեն օր այդքան ջագատ եղած է քանի մջակատներ կան այդ ամեն մեկ ջագատը իր հրամանատարը ունի այդ 44 օրվա մեջ Ինչ դեղի ունեցած է ամեն մեկ ճակատին վրա ինչու ետ կացած ենք ինչու առաջ կացած ենք ինչ գործունեացած ենք ասիկա երբեք չդրվեցավ 4 տարի 5 տարի անցած է եւ չդրված ասիկա ամենամեծ արախամարանքն է հայ ժողովրդին համար եւ բոլոր հայերուն համար եւ գսպասենք ինչ բադայցավ պատմականը եթե չի դրվի շատ մեծ պաստողումն է ասիկա եւ ինչպես կնոք վստահություն ունենալ այս գարավարություններու իշխանություններու վրա որոնք դեռ 5 տարի անցած է միսները Իսրայելի օրինակը 3 շաբաթեն արդեն բանը դված էին վճիրը դված էին աս 44 օրվա պատերազմ պետք է որ ամեն ճակատի վրա հրամանատարները բարդականություն ունին դոմար բայելու ինչ հրամանդվին ինչ հրաման ստացան ուղի եկավ հրամանը ինչու շուշին գործունեությունք ինչ պատահեցավ աս ամբողջը պետք է սվի ամեն մեկ հայու Եվ չսվիր, եւ ասիկայի որ չսվիր, աստեղ արդեն արամարանքի
վերապերումը գա, որ պետք է վերջ տրվի այսօր։ Եթե աս պատմականը չի դրի, չեն գուզեր ուրիշ բան, պատմականը եղելությունները, աս 44 օրվա պատերազմը ինչպես եղավ։ Վարդանանց պատերազմի մասին 2000 տարի առաջ գիտենք ինչպես եղավ, ով առաջ գնաց, ինչու հետ գնաց, ինչու բարդվեցավ, ինչու մեռավ։ Աս 44 օրվա պատերազմը ասկան զոհերը դուինք եւ չենք գիտեր ինչու։ Ով ինչ ասավ, ինչու համար եղավ, չենք գիտեր, ասկի երևույթն է, որ պետք է սրբակրվի։ Եվ երբ չլար, սերը մեծ արամարակ կա հայու, ամեն մեկ հայու անտեպ։ Արտաշես Շահբազյան, Հակոբ Սարգսյանը խոսեց վրդոված, ասենք 44 օրյա պատերազմի մասին, բայց 44 օրյա պատերազմի վերջ նոյեմբեր 9-ի ստորագրված համաձայնագիրը այսօր մեզի համար որ ժամանակին 10 նոյեմբերին ընդունելի չէր, ավելի ընդունելի է, քան թե անգևերջ ինչ որ գործընծուցինք, չէ՞։ Այդ պահին այո, մեզ համար ընդունելի չէր, որովհետև Հայաստանի ղեկավարը ավելի շատ բան զիջեց ոչ թե պատերազմի դաշտում այդ խփի վրա։ Իմիջիայլոց ես երբ որ վերաբերվում է պատերազմին, պիտի ասեմ Հայաստանում այսօր մարդկանց համար հստակ է, մենք պատերազմի դաշտում չենք պարտվել, մենք քաղաքական սեղանի մոտ ենք պարտվել։ Մեր զորքը կռվել է, այո, դժվարին պայմաններում, բայց իշխանությունը չի արել այն ինչ որ պիտի աներ, որպեսզի մենք չպարտվեինք մի քանի անգամ ավելի, մի քանի անգամ մեծ զոհեր է ունեցել հակառակորդը, շատ լավ կռվել է մեր զորքը, բայց չէր կարող հաղթել, որովհետև իշխանությունը տանում է գիտակցված պարտության։ Ինքը պիտի ազատվեր Արցախի բեռնից, ինքը այդպես էր հասկանում։ Սա մեր կողմից եմ։ Տեսեք, հիմա փաստաթղթի մասին, այո, մենք ունեցանք վատ փաստաթուղթ, բայց այնուամենայնիվ փաստաթուղթ, որի մեջ արձանագրված էր, որ Արցախը պիտի մնա։ Ճանապարհը պիտի մնա։ Այո։ Ճանապարհը պիտի մնար։ Խոսք չկար, որևէ խոսք չկար այդ ճանապարհները համեմատելու իրար հետ Լաչինը եւ Բերձորը եւ Զանգեզուրի միջանցքը, այսպես կոչված միջանցքը, այդպիսի բաներ չկար։ Հիմա տեսեք, կարող ենք մենք չհավատալ, բանդարկյալներու փոխանակում պետք է տեղի ունենար։ Այո, մերոնք բոլորին անմիջապես տվեցին այդ թվումը քրեական հանցագործներին, բայց մինչև հիմա չկարողացան հետ բերել մեր գերիներին ամբողջությամբ։ Այսինքն, տեսեք, բանն է ասում, Բելորուսի նախագահն էր, վերջերս այդ եղավ, հիմա կարող ենք շատ չհավատալ և շատ չենք տիրում, բայց ասեց, երբ որ Փաշինյանը գնաց այդ զիջումներին Արցախի ամբողջական զիջում, եւ խոսեցի նաեւ Պուտինի հետ եւ ինքներ եմ զարմացած, ես էլ էի զարմացած։ Հիմա հաշվենք, որ սուտ է ասում, բայց իրականությունը նա է, որ թղթի վրա մենք այդ զիջումները չպիտի անեինք։ Ամրագրված էր, որ Արցախը պիտի մնա, այդ պատճառով այդ փաստաթուղթը մեր համար դեռ նշանակություն ունի։ Մեզ համար նշանակություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել է միջազգայինորեն Արցախի հարցը լուծման հասցնելու համար եւ Ալիևի պահանջով Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ պատրաստ է դրանից հրաժարվելու։ Մենք այս իրականության արդյունք ենք։ Հակոբ Սարգսյան, ձեր կարծիքով այսօր վտանգված է հայոց պետականությունը։ Գարցեմ որ այո, այս հոլովույթով երտանք վերջավորությունը անհետացումն է Հայաստանի, բացի Ադրբեջանը կամ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է, որ Հայաստանը Ադրբեջանի արևմտյան մասն է եւ իրենց նպատակը այս է։ Խաղաղություն պետք չէ երևակայել, որ խաղաղություն պիտի գնքեն։ Ամեն անգամ զիջում, այն բادرակով, որ եթե զիջում չլա, պատերազմ։
ուրեմն զիջում Հայաստանի անհետացում, ասի նպատակ, բաց կսեն իրենք, ուրիշ բան չեն ասեր։ Եվ հայերն են, որ միամիտ գուզեն հավատալ, գուզեն, որտեղ ադե իրենց պապակը, որ ամեն ինչ լավ է, ուրեմն գուզեն հավատալ, որ խաղաղություն պիտի լա, խաղաղություն պիտի չլա, եւ պիտի երթան մինչև ձայր։ Եթե հայերը նույն դիրքով շարունակեն, զիջում, այս է վերջավորությունը։ Ուրեմն այստեղ կարևոր կետ կա, որ պետք է ամեն հայ անդրադառնա, որ Հայաստանի քույտությունը վտանգված է, ասիկա պատրաստված է հիներին վեր եւ այս ծրագիրը Որը կողմ է պատրաստված է։ Արդակին մեր որը կողմ է վստահաբար Ադրբեջան եւ Թուրքիան, բայց անգետուս ուրիշ պետություններ ալ վստահաբար կարելի է մեջը մադունին, բայց առաջին դիրքի վրա Ադրբեջան եւ Թուրքիան, բայց ուրիշ պետությունները գրնան մեջը մադունենալ։ Այն չէ, կարևորը հայերու դիրքն է, երբ որ հայերը իրենք գուզեն ասպես խափանքներ ունենալ, վերջավորությունը այդ կլա։ Գուզեն ուրիշ գետիմը անդրադառնալ, որ նաև կարևոր է։ Մեր վարչապետը քանի տարի առաջ հայտարարած էր, ամեն մարդ գիտի ասիկա, Արցախը Հայաստան է ու վերջ։ Ասնախատացումը ամեն մարդ գիտի։ 2 տարի վերջ մեկ օրեն մյուսը հայտարարեց Արցախը Ադրբեջանի մաս կգազմի։ Ինչ բանով եկավ այս եզրակացության, ինչ իրավունքով, որտեղ այսպիսի հայտարարությունը սահմանադրականորեն որոշված է, պետք է խորհրդարան անցնի, քվեարկություն լա, սահմանադրական դատարան երթա եւ այլն։ Երևակայից է, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը օրմա արտոնարդուն եւ մեզի հայտարարել, որ Ալզաս-Լորենը Գերմանիա կպատկանի եւ Գերմանիա բիտանք կամ Սավոյի շրջանը Իտալիա կպատկանի, առաջ Իտալիա բիտանք հարավային Ակիտենի շրջանը անգլիացիներուն կպատկանի, անգլիացիներուն բիտանք ասանք հայտարարություն մնա, ինչ կպատայի Ֆրանսիայի մեջ ժողովուրդը այդպես կգնա մտիկ կնե հաջորդորդ իսկ իրեն պատ կտնեն իբր Թավաջան Հայաստան չէ շատ գզարմանամ ասոր որևէ արձական չէ որևէ փողոք անշուտկային փողոքներ չեմ ասել բայց ժողովրդային փողոք չեղավ ասպանի դեմ ինչ իրանքով անհատը ուզած ինչ ապտո նախակալ կամ վարչապետ մեկ օրեն միշտ հողեր կանցնի Հայաստանի իշխանության բեդը նախակալ կամ վարչապետ իր բարդականությունն է Հայաստանի սահմանները պաշտպանել ամեն երկրի մեջ այդպես գրված է Ֆրանսիայի նախագահային բարդականությունն է Ֆրանսիայի սահմանները պաշտպանել եւ Ֆրանսիայի սահմանները չպաշտպանել զիջումներ գնե գեցած դեղը ինքնաբերաբար Թավաջան կնկատվի հոտ տրայզոն եւ ասիկա juridik բան է իրավական սահմանում է բայց խոսակցություն չէ որ Թավաջանից եւ ամեն մարդ մեկը միշտ Ռոմպաստանի Թավաջան աստեղ իրավական սահմանում կա Թավաջանության իր բարդականության վրա անդեսեց իր բարդականությունները եւ աստեղ Թավաջանության իրավական Թավաջանության հարց կա եւ այսօր արձագանքը չեղավ շարունակեն ամեն տեսակ զիջումներ առանց սահմանադրական գարկա հարկելու աստեղ կարևոր գետ մնա որ ապակային պատասխանատվության պետք է ենթարկվի եթե չի շտկի Արտաշես Շահբազյան, ձեր կարծիք ինչ է այս մասին, ինչ պետք է ըննել ուրեմն Այսինքն վտանգված է հայոց պետականությունը եւ ինչ պետք է ըննել, այո, որպեսզի մենք կարողանանք այս վիճակից, այս անկումից, այս կործանումից փրկվել, մենք պիտի այս իշխանությունից ազատ միանշանակ է, պիտի ունենալ ծրագիր, այսինքն պիտի գա հաղթի ծրագիրը, Հայաստանը վերականգնելու, Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու, մեր առաջնահերթ ձևով մեր բանակը եւ տնտեսությունը վերականգնելու այս իշխանությունը դա չի անում, հակառակն անում, որպեսզի մեզ պարտադրի հավատալու, որ մենք դատապարտված ենք, մեզ գլխի մեջ մտնելու, ժողովրդին համոզելու, ասում ենք ինչու ժողովուրդը համոզվեց, ինչու համակերպվեց, տեսեք
երբ որ ասում է, որ ես ձեզ խաղաղություն եմ բերում, տեղի ունեցավ անհասկանալի, այսինքն հակասական մի բան, պարադոքսալ մի բան, սահմանի վրա գտնվող հայը, որի գյուղի մեջ, գյուղի կեսը թուրքն էր մտել, ազերին էր մտել, նա իր ձայնը տվեց Փաշինյանին։ Ինչու, որովհետև մտածեց, որ Փաշինյանը գալիս է խաղաղություն բերի, եւ համոզեցին, որ եթե ես չգամ, ուրիշները գան, պատերազմ են անելու, եւ դու կործանվելու ես, նորից քո զավակները գնալու են զոհվել, այսինքն բավական մտածված խորհրդային քարոզություն կա, որը կարողացել է այս ժողովրդին գտել այս վիճակի մեջ, բայց ասում եմ, մենք հիմա ժողովրդին համախմբվել է պետք, քաղաքական ուժերին համախմբվել է պետք, եւ մենք պիտի գնանք այս իրավիճակի փոփոխությանը։ Խնդիրը ղեկավարների անձերը չեն, նույնիսկ քաղաքական պատկանելությունը չէ, պետք է Հայաստանում վերահաստատվի ազգային իշխանություն, հաստատվի նոր իրապես ազգային ամուր իշխանություն, որը հայ ժողովրդի շահերը կպաշտպանի եւ կկարողանա այդ ինքնիշխանությունը վերահաստատել։ Երկրների ամրության, փոքր երկրների դեպքում մանավանդ ամրության կարևոր պայման է արտաքին բազմակողմ կապերը։ Հիմա Հայաստանը ինչ են դարձրել։ Հայաստանը արևմուտքը դարձրել է թշնամի հակադրել է Ռուսաստանին։ Այսինքն այս բաների մեջ մենք որևէ կողմից չենք շահել։ Հայաստանը որևէ մեկի օգուտ մեկ ուրիշին թշնամի դառնալ, ինձ համար Ռուսաստանը էական։ Օգուտ Ռուսաստանի արևմուտքի դեմ լարվելը նույնպես ընդունելի չէ։ Ուրեմն այդ բազմակողմ մեր կապերը պիտի վերականգնել։ Ժամանակի Քոչարյանի ժամանակից մի խոսք եղավ կոմպլեմենտար քաղաքականություն, փող լրացնող քաղաքականություն, որը լավ իրականացվում է։ Անկամ այն աստիճան, որ մենք լինելով Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի մեջ ՆԱՏՕ-ի հետ ունեինք որոշակի ծրագրերի գծով համագործակցություն ունեինք, եւ սա թշնամաբար չէր դիտվում, որովհետեւ Հայաստանը տանում էր կանխատեսելի, տեսանելի, բաց եւ ազնիվ քաղաքականություն բոլորի հետ առանց այս մանր խաբեությունների, որ այսօր են փորձում անել, ճարպիկ խաբեությունների, այսինքն նորմալ ազգային իշխանությունը կարող է մեզ այս վիճակից անել, հայ ժողովուրդը դատապարտված չի, եւ այս գաղափարները մենք պիտի կարողանանք հիմա մեր ժողովրդին ներշնչել։ Կա այդ ներշնչումը, թեմ ասում բացարձակ չափով, որոշ չափով կա, բայց ամբողջ ժողովուրդը պիտի համակրի սրանով եւ մենք պիտի այս իշխանությունը փոխենք։ Հիմա Գյումրիի օրինակը ինչ ցույց տվեց։ Մարդիկ մերձեցին այս իշխանությանը, նույնիսկ իրենց համար կարևոր չէր ում կտան, կարևոր է որ մերձեն այս իշխանությանը։ Այո, ընտրությունների ժամանակ։ Հիմա ընտրությունները Հայաստանում կլինեն հաջորդ տարի, չգիտեմ, մեզ համար ամեն օրն է վտանգավոր։ Մեր ճնշումը, ժողովրդային ճնշումը պիտի մեծ լինի, որպեսզի հնարավոր լինի թույլ չտալ, որ այս ազգակործան իշխանությունները մեծ ամեն օր բերեն կամ ամեն առավոտ արթնանանք եւ տեսնենք, որ մի նոր անակնկալ են արել ազգի դեմ։ Անչափ շնորհակալ եմ Հակոբ Սաշճյան եւ Արտաշես Շահբազյան այս շատ հետաքրքիր զրույցի համար եւ հաջողություն կմաղթեմ ձեզ։ Սիրելի ունկնդիրներ, դուք լսեցիք Carte sur table հայտագիրը, մեր այսօրվա հյուրերն էին Հակոբ Սաշճյանը եւ Արտաշես Շահբազյանը։ Դուք կրնաք մեզ գրքին լսել վաղը, Կիրակի ժամը 9:15-ին IBFM 99.5 ալիքի վրա կամ մեր կայքեջեն radio-ibfm.com Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար եւ ցտեսություն։